Ժողովուրդ ջան, բարի լույս, հուսով եմ բոլորդ լավ եք, ես էլ եմ լավ, օրը ուրբաթ է, գնացի վերջին մասաժը ստացա, հիմա գնում եմ, 3 տանը մարդ չի եղել, չէ, 3 չի առաջին օրը, են նախորդ վլոգում ասեցի, որ պատվերներս պետք է բերեն, բայց կարող է տանը մարդ չլինի, այդպես էլ եղել էր, բերել ետ են տարել, հիմա գնամ ետ վերցնեմ, գնամ վերցնեմ, ոչ թե ետ վերցնեմ, այլ վերցնեմ, Թեմուի 2 պատվերն են, այս ընթացքում շենից էլ մի հատ պատվեր բերեցին, բայց չեմ բացել, գնամ այս 2-ն էլ վերցնեմ, նոր մի անգամից 3-ը միասին կբացեմ, մի 2 վլոգ առաջ բաժանորդներից մեկը գրել էր վատ սովորությունա, որ պատվիրում եմ, ետ եմ ուղարկում, չգիտեմ, ինչ-որ այդպիսի բան էր գրել, հավանաբար այդ բաժանորդուհին ինքը չի պատվիրում օնլայն, չգիտի, որ օնլայն պատվերը ոնց է, որ չգիտենք կլինի, չի լինի, ես չհասկացա վատ սովորությունը պատվիրելն էր, թե ետ ուղարկելը, օնլայն պատվիրելը դե հեշտ է, տանից պատվիրում ենք, խանութ չենք գնում, իսկ ետ ուղարկելն էլ նորմալ է, բա որ չի լինում հո չենք բայելու, պետք է ետ ուղարկենք, հիմա շատ-շատերն են օնլայն պատվերը անում, որովհետև ժամանակ չի լինում իր խանութներ գնալու, ես էլ գիտեք արդեն ասել եմ, որ չեմ սիրում խանութում գնալ շոպինգի, չեմ սիրում ժամանակ էլ չունեմ, այս հեռախոսի վրայի բան անընդհատ կտկտում է, լսում եք ձայնը, ավտոբուսը դիմացից գալիս է, չի երևում, այսքան տեղը արագացնենք ժողովուրդ ջան, շինարարություն են անում, ճանապարհի կեսը փակել են, դիմացից էլ մենակ ավտոբուսներ են գալիս, նրանք էլ այնքան արագ են գալիս, որ պետք է մենք զգուշանանք, այդպես օնլայն պատվերը դե այդպես է սիրելի բաժանորդուհի, բա չգիտեմ ինչ է վատ սովորություններ ձեր կարծիքով, ինչ է համարեցիք վատ սովորություն, ետ ուղարկելը բնական է, նորմալ է, բոլորն էլ պատվիրում են, հետո ետ են ուղարկում, որ հակով չի լինում կամ չեն հավանում, օնլայնի վատն էլ ենա, որ նախ կոշիկներն է շատ դժվար, որովհետև չգիտես էլի ոնց կլինի թե չէ, բացի դրանից էլ հագուստ բանն էլ կտորը, դե որ չես շոշափում չգիտես էլի, ոնց է, միշտ էլ ֆիզիկապես տեսնելը ավելի լավ է, բայց դե հիմա էդ է, այս տարում շատ-շատերն են օնլայն պատվիրում, դրա համար էլ ես պատվիրում եմ, այնպես որ ձեր հարցը կարծում եմ պատասխան ստացավ, պարզ էր ինչի համար եմ ետ ուղարկում, այդ սովորության հետ կապ չունի, այստեղ հիմա կգնանք ժողովուրդ ջան, տեսնեմ, ես մեքենան ինչի փակեցիմ ճանապարհը, հա, ինքն էլ է, ուզում, այն մեկն էլ է գնում այստեղ, սրան զիջեմ ու գնամ, տեսնեմ այստեղ կարա մի հատ պարկինգի տեղ գտնեմ, հա, ազատ տեղ կա, այստեղ էլ կկանգնեմ, այստեղ էլ կես ժամ կարելի է անվճար կանգնել, ժողովուրդ ջան, արագ գնամ, հա պետք է ժամացույցը դնեմ, մի րոպե էլ դնեմ, այսօր մեր ժամացույցը այստեղ է, հիմա ժամը քանիսն է, հեռախոսն անջատեմ մի հատ ժամը նայեմ, ժողովուրդ ջան, պետք է մանուել դնեմ 30 րոպեով, կմիանամ էլի, ժողովուրդ ջան, վերցրի, բայց մի հատ էր, հետաքրքիր էր, չհասկացա, հիմա 2 պատվերը դրել են մի տուփի մեջ, թե ինչ, 2 հատ մեյլ են ուղարկել, բայց 2 մեյլի մեջ էլ նույն բանն է, նույն թվերն է, նույն ինչա կոչվում այդ, որ պետք է վերցնեմ, էլի պատվերը, չհասկացա, ճիշտն ասած, ոչինչ, բան կանեմ, գնամ տուն մի հատ բացեմ, նայեմ, կարող եմ մտածում եմ, 2 բանն էլ, պատվերն էլ դրած լինեն նույն տուփի մեջ, չգիտեմ, ինչ է շոկը, առավոտ որ գնացի մասաժի,
սառքամիր, լավ սառներ, առավոտ մրսում էի գնալուց։ Հիմա արդեն արդեն ժամը քանիսն է, 12:30 է, ես 10-ին էի գնացել մասաժի։ Հիմա արդեն շոկում եմ, ես էլ հակա մտածում եմ, թե երևի էլի ցուրտ է, սառնա, բայց չէ։ Հիմա բացեմ տեսնեմ, ես ինչ գլխացավանք է։ Գլխացավանք է իրոք, ոչ ենա մարդ օնլայն պատվիրի, ոչ ենա խանութից գնի, ժողովուրդ ջան։ Այս կողմերում կենտրոնի մոտերն եմ, այստեղ մի հատ էլ գործ ունեմ, բայց այստեղ մեքենայով մի քիչ կանգնելը դժվար է իմ համար, այնպես որ ժողովուրդ ջան կգնամ տուն, հետո եթե հավես ունենամ ոտքով կգնամ, պետքա թուղթը որ տվել է բանի մասաժի, պետքա տանեմ ապահովագրություն ժողովուրդ ջան, մի հատ կարելի էր ջուր խմել։ Ներող կլնեք ժողովուրդ ջան, բայց շատ ուժեղ ծառավ էի, պետքա ջուր խմեի։ Ես ասում եմ, չէ, անընդհատ ջուրը հետ եմ ման գալիս։ Խառնեց եղանակը, թե անձրև կգա, չգիտեմ։ Սիրելի բարեկամներ, ես 3 առաջին օրը, որ աշխատում էի, գործի էի, որը մի հետաքրքիր բան լինում է դե գործի տեղը, դե մանկական բաժնում ծալում ենք, արդեն ժամը 6-ի կողմերն էր, շատ բանուկ տեղա ժողովուրդ ջան, դրա համար այսպես ուշադրությունս մի քիչ երթևեկությանն է, ես ինչ են անում ես հեծանվորդները, Ես ջահելներին ձևով են քշում, չգիտես, խաղեր տալով էլի աջ ու ձախ։ Խանութում էինք ժողովուրդ ջան, ժամը 6-ի կողմերը, հանկարծ աչքս ընկավ մի հատ կին ու տղամարդ են, այս կինը, ուրեմն ամբողջ դեմքը նկարած է, ամբողջ դեմքը, նայում ես դեմքի վրա, ամբողջ դեմքը նկարած, ոնց որ են ուժս կինոներից լիներ, ես ուրեմն ուշադիր չեմ եղել, կամ ես վախեցա մանրամասն նայեմ, հետո աղջիկներն ասում են քիթ չուներ, չգիտեմ, իրանք տեսել էին, ասում են քիթ չուներ, չգիտեմ ինչքանով էր ճիշտ, ամեն դեպքում ես էլ որ նայում էի, մի քիչ տարօրինակ էր թվում, այդ մի բան նայեցի, ինքան վախենալու էր, որ էլ չնայեցի դեմքին, ուրեմն ժողովուրդ ջան, ինչքան բաց մաշկ ուներ, դեմքը, բան, թևերը, չգիտես, մենակ, ոնց ասեմ, խառը գույներով, մուկ գույներով ներկած, ամբողջ մաշկը դեմքը ներկած, թևերը ինչ-որ բաց էր ներկած, հետի տղամարդու էլ մի ոտքներ է ձևով ներկած։ Ինչև է, շատ վախենալու էր այդ կինը, մեկ էլ այդ պահին կոլեգայիս ասում եմ, վայ, ասում եմ, երեխեքը տեսնեն կվախենան, ես ինչա։ Հենց այդ պահին մի հատ լացի ձայն եմ լսում, երեխա է լացում։ Տեսնեմ այդ պահին մենակ կանգնած մի հատ աղջիկ երեխա է, չգիտեմ, կարող է մի 8-9 տարեկան։ Ոնց է գոռալով լացում, ոնց է լացում, արագ մոտեցա, ասում եմ, այդ պահին թվաց, թե մորն է կորցրել։ Ասում եմ, ինչ ա եղել, իրոք մենակ էինք այդ պահին, ու ոնց ասեմ, սարսափելի ձևով գոռում լացում է երեխան ու ոչ մի բան չի ասում։ Ասի հաստատ այս երեխան այն կնոջն է տեսել, որտեվ այդ կինը այդ պահին այդ բաժնում էր էլի։ Ասում եմ, այն կնոջն ես տեսել, ասում է, հա ու կպել է ինձ, գրկեցի, այսպես փաթաթվեցի, ասում եմ, ոչինչ մի վախենա, այս քո մոտ եմ, ինքը արդեն գնա, չէ, այս երեխան հո չի լացում, հո չի գոռում, այդ բան ասում, մամա դուրա, վերջը մի կին մոտեցավ այդ պահին, իր մաման էր, մի երկու փոքր տղա երեխա էլ հետը։ Իրոք է ժողովուրդ ջան, տեսենք այստեղ, հա,
Այդ պահին իր մաման մոտեցավ, ասում եմ, այնա, դե այն հույսով, որ արդեն իր մամայի մոտ տիկնա, այս երեխան չի գնում իր մամայի մոտ, կպելա ինձ։ Այսպես փաթաթվել է, կպելա ինձ, այսպես կպելա դոշիս ու չի գնում։ Համոզում եք, բան չի գնում, որ ձեռքը չի բռնում։ Այդ պահին ոնց որ այն մյուս երեխաներն ասեցին, վայ, նա պապան եկավ, արի գնանք պապայի մոտ, ինքը չի ուզում, պապայի մոտ էլ չի ուզում, գնա իմ մոտ ա մնում։ Պապան եկավ մոտեցավ, ընդ ասեցին, որ մի հատ կնոջ ա տեսել վախեցել, պապան էլ էր տեսել փաստորեն այդ ընթացքում ու պապան էլ էր տեսել ու իդեպ ով տեսում էր զգում էի էլի այդ հաճախորդները որ նայում էին զարմացած հիմա պապան համոզում է այս երեխան չի գնում պապայի մոտ մամայի մոտ չի գնում ինձ կպել մնացել է ձեռքս բռնել կպել է այսպես տոշիս է կպել ու փաթաթվել է ինձ ու չի գնում ասեցի դե համոզում եմ ասում եմ ուզում ես ես քեզ տանեմ վերև սենց անում ու գոռալով լացում է մի ձեռքից ոնց որ ես իմ ձեռքն էր բռնել մյուս ձեռքն էլ հայրը բռնեց ու ես եմ համոզում ծնողներին չի լսում բոլորով միասին մտանք լիֆտի մեջ այս երեխա վերջը բարձրացանք վերև ասեցի դե արի գնանք ասում եմ security-ին ասենք անվտանգության աշխատողին ասենք հա ու այդ ընթացքում որ պապան իրան համոզի դուրս տանի մինչև մաման իրան ծառևտուրը կվճարի ես պապան երեխայի ձեռքից բռնած տարա գնացինք security-ին ասում եմ տեսար ասում են ինչ էր ինով էր ասում հա տեսա բայց ասում ինչ կարայի անեի ինչ կարայի ես ասեի ոչ մի բան այսպես այս երեխան ասում եմ ուզում ես հիմա պապայի հետ գնաս դուրս ասեց հա լավ էր գնաց համաձայնվեց պապայի հետ գնաց դուրս ես էլ գնացի այդ փոքր եղբայրն էլ էր այդտեղ սպասում հիմա պապան ասում է գնա դու մամայի մոտ այս երեխան էլ ասում է բայց մաման որտեղ է ասեցի արի քեզ էլ տանեմ քո մամայի մոտ այդ մեկին էլ տարա իր մամայի մոտ ժողովուրդ ջան շատ շնորհակալություն հայտնեցին այդպես վերջը սենսացիա էր այդ օրը այդ կինը բոլորը խոսում էին դրա մասին շատ տարօրինակ էր թե ինչ էր մտածում եք այդ ինչ է լավ ասենք եթե ասում եմ կարող է կինոյում է նկարվում աղջիկներն ասում են չի այդպես մեկ-մեկ տեսնում ենք Facebook-ում բանում որ վերջին պահին նոր թարթիչը միացնում է չգիտես ոնց է գնալու աղջիկներն ասում են այդպիսի բան տեսել են Facebook-ում որ քիթ չունեն չգիտեմ ես չունեն են չունեն ինչ ասես կա չգիտենք մենք ենք երևի անտեղյակ ժողովուրդ ջան ոնց որ անձրև է գալու հա սպասում այս տուն հասնեմ նոր գա ես էլ արդեն հասնում եմ հուսամ տեղը մեքենայի չեն զբաղացրել բա իհարկե զբաղացրել են տեսնում եք մի հատ գնում ենք արդեն գալիս կանգնում են զբաղացրել են լավ այստեղ մի հատ ուրիշ տեղ կա փորձեմ այստեղ կանգնեմ հասեմ ժողովուրդ ջան իջնենք կմիանամ այս մեկը թեմունն է այս մեկը շեյնից շեյնին նախորդ բացել սա ճիշտ բացելու ձևը այդպես էլ չիմացա ոնց են ճիշտ բացում որ հետո փակելը ավելի հեշտ լինի բայց պետք է կտրեմ այնպես բացեմ որ շորերը չկտրեն շենից պատվիրած են նախորդ պատվերը ձեզ ցույց տվեցի որակները շատ լավն են հավանեցի շատ տեսնենք այս մեկը ինչ է այս մեկը շատ թեթև սիրուն կտորով յուբկա է երկար յուբկա է ես այսպես իմ ուղղությամբ եմ ցույց տալիս բայց արդեն պատկերացնում եք երևի այսպես սպասեք ցույց տամ որ ձեզ հարմար լինի ներքևում նկարել չէր լինում աշոտը գործեր անում ստիպված այսպես եմ նկարում մի հատ որ հակնեմ փորձեմ արդեն բարձր կլինի յուբկա է որ հետնել
բլուսկա, կասկածում էի, բլուսկան հետնա թե չէ, փաստորեն երկուսը իրար հետ էին։ Յուկա բլուսկա, ինքան հաճելի լավ կտոր է, փափուկ, ես էլ բլուսկա։ Լուսավորությունը այստեղ էլ այդքան լավ չի, բեժ է, բաց բեժ, շատ սիրում է։ Մնա որ հագես լինի։ Էլն եմ պատվիրել, հենց իմ ռազմերն է էլը, այսա գրված չի ինչ մատերիալ է, բայց ոնց է ճմրթվել, բայց ես էլ բլուսկենդ է, բայց շատ լավ կտոր է, ինչևէ պետք է փորձել 40-42-ն է, տեսնենք կլինի թե չէ, մեջքն էլ այսպես ցեպով կտրած, այսպես գոտիով, դնեմ ամեն մեկը իր տոպրակի մեջ, որ ետ ուղարկելու լինեմ, ճիշտ տոպրակով ուղարկեմ։ Այս մեկ ինչի է, պասեք կտրեմ ինչ արած։ Ես ինչ է, ես մեկը, չեմ էլ հիշում ինչ են հեչ, ես մեկը, հա շալվար է ես, ես մեկը սիրուն շալվար է, շատ հետաքրքիր լավ մատերիալ, սիրուն բեժ գույն, ցեպով, այս ձևի փակով, մնում է փորձել։ Ես էլ դնեմ իր տոպրակի մեջ, մինչև հերթով փորձեմ։ Ես անես երևի մի 2 տարի, բեժը արդեն շատ դուրս գալիս է։ Հիմա մի քիչ գույները, ոնց որ ճաշակս մի քիչ փոխվել է կամ ինչ գույներ կան, որ սիրում եմ, որ նախկինում այդպես չէի սիրում։ Էս ինչ է ժողովուրդ ջան։ Հիշում եմ, որ մի հատ բաճկոնի նման բանել եմ պատվիրել։ Էս էլի այն շալվար բան կարճացնելու բաներից է, օգտագործել էի լրիվ, էլի պետք էր այն ժապավենները, որ հարտուկով կարճացնելուց կպցնում էի, այդ դրանից է։ Հիմա մնաց այս մեկը բացենք, այսպես լավ վակում են արել էլի, որ շատ տեղ չզբաղեցնի։ Այս ուրիշ բացվելու ձև հետաքրքիր ունի, թե պետք է անպայման կտրեմ։ Չէ, չունի, պետք է կտրեմ։ Հատ այդ կողմն էլ ճշտեմ ու, որ հետո ետ ուղարկելուց ավելի սիրում փաթեթավորեմ, ուղարկեմ, չէ, ոնց որ չկա, լավ կտրում եմ։ Հա, բաճկոն ճիշտ էի հիշում, այսպես թեթև, բաճկոնը ժողովուրդ ջան, այսինքն բեժ, գրպաններ չունի, ունենար ավելի լավ կլներ, բայց չէ, առանց գրպանների է, սիրունա մնում է, փորձել նայել ոնց է լինում։ Այսպիսի բաճկոնը էլն եմ էլի պատվիրել։ Գրպաններ ունենային լավ կլներ, ես ուշադիր չեմ էլ եղել, որ գրպան չունի, բայց ոչինչ, ինձ կարևոր էր, որ այս ներքևը ռեզին բան չլինի, կամ ինչ-որ գոտի չեմ սիրում այդպես։ Այս էլ բաճկոնը, ես էլ դնեմ իր տոպրակի մեջ, էլն եմ պատվիրել։ Շենից այսքանն է ժողովուրդ ջան, հիմա սրանք հավաքեմ իրար գլուխ, թեմույն է, հուսամ երկու պատվերը թեմույը իրար հետ են դրել, թե չէ, հիմա այն մյուսի համար գլխացավ անգամ նորից իրանց հետ երևի պետք է կապվեմ։
Սկսենք այստեղից։ Այս ոնց որ պայուսակն է։ Այսպիսի պայուսակ։ Տեսքիչ շատ հասարակ է։ Իմ բաժանորդներից մեկը գրել էր թեմուից մենակ տան բաներն են, որ արժի պատվիրել, ուրիշ բան չէ, շատ ճիշտ էր գրել։ Մենակ, ասենք այնպես ինչ-որ տան կամ թեկուզ բաղնիքի բանի, սրա այս անգապայուսակ, կոշիկ, հագույց, դրանք չարժի ստեղից պատվիրել։ Այս հիմա նայենք այստեղ ինչ է։ Տեսնեմ երկուսն էլ մի տոպրակի մեջ են դրել, թե չէ։ Հուսամ շորերը չեմ կտրում հետո, չէ։ Ուրեմն, սկսենք այստեղից, ես ինչ եմ պատվիրել ժողովուրդ ջան, հետաքրքիր է, հա, այս էլ է ոնց որ այդ կպցնելու բաներից, մի րոպե նայեմ, այս էլ է ոնց որ այդ շապավեններից, հա, էլի կպցնելու համար է, այդպես ուրիշ ձևի է, ուրիշ մատերիալ է, թողնա։ Այստեղ պատվիրել եմ, մի հատ ունեի արդեն, դեմքի մազերը հեռացնելու համար, սրանից եմ պատվիրել, լավն են ահագին, ես մի քիչ ուրիշ տեսակ է, բայց նույն նպատակի համար ու լավն են։ Այստեղ շալվար եմ պատվիրել, ամառային, թեթև, կապույտ գույն, այս ռեզինը հավաքվում է այսպես, լայն փոխքերով, թեթև հարմար շալվար է։ Այս ամեն բան դնել իր տոպրակի մեջ, որպեսզի հետո պետք լինելու, չէ, բայց այս իմ բոլոր պատվիրները չեն, ժողովուրդ ջան, թե հա, թե իրար հետ են, հա ոնց որ ամեն ինչ դրած է, հենց մի րոպե տեսնեմ, այս բացեմ, հա այս շորտիկներն են, հա ուրեմն երև երկու պատվերն էլ իրար հետ են դրել, երկու հատ շորտիկ իրար հետ, գրպաններով, էլի բաց բեժ գույն է, կին կտորը բարակ է, թափանցիկ, չի ասի շատ թափանցիկ, բայց թափանցիկ է, պետք է փորձել նայել ոնց է լինում, այս էլ կանաչը, կփորձեմ, դուրս չի գա հետ կուղարկեմ, երկուսը իրար հետ ինչ արժե էր, չեմ էլ հիշում գները է, այդ շորտիկները, այսպես թեթև բարակ շորտիկներ ուզում էի ոստով գնալուց ունենայի, այս բացեմ սկզբում, հետո այս մեկը հիշում եմ ինչա, այս մեկը բլուզ եմ պատվիրել, այսպիսի սիրուն վերև եմ պատվիրել, շատ սիրուն է, կտորն է շատ լավ է, էլն եմ պատվիրել իմ ռազմերը, շատ սիրուն է, ահա թելերը տեսենք արդեն քանդվում է, այսպես մեջքն է սովորական, ոչ մի ուրիշ բան չկա, կտրվածքը շատ սիրուն է այստեղ նայեք, ու կոճակով, համ յուկայի հետ սիրուն կլինի, համ շալվարի հետ, սիրուն է, տեսքը դուրս եկավ, կտորն էլ դուրս եկավ, մնում է փորձել, նայել հագած ոնց է լինում, շատ լավն է, ու մնաց այս մեկը, հիմա մտնեմ պատվերները նայեմ տեսնեմ
ամեն ինչ ուղարկել են, այսպիսի թեթև ամառային ժակետ եմ պատվիրել, որ զգեստի բանի վրայից հագնելու, այսպիսին գործված, բարակ գործված կա, սիրուն է տեսքը, մի քիչ ոնց որ շատ մեծ թվա, ետ չգիտեմ, այս պետք է մի հատ հագնեմ նայեմ, ամառային այսպիսի սիրուն ժակետ, մեր խանութում մի տեսակ ստացել էինք, ուղղակի բաներ, չափսը չկար իմ, ծախվել էր, ես էլ չէի տեսել, որ ստացել ենք, այս տեսա դուրս եկավ, պետք էր մի հատ լինում, ասենք սարաֆանի բանի վրայից մեկ-մեկ որ իրիկվա կոմբանա, մի քիչ հովա լինում, ուղղակի այդպես հագնելու համար, փորձեմ նայեմ ոնց է լինում, չերի շատ լավ ծլել է, չերի լոլիկները, պետք է տեղափոխվի, առանձին դրվի, ես չգիտեի, իմ սիրելի քույրիկն ասեց, որ պետք է առանձին դրվի, հիմա պետք է տեղափոխեմ, այսպես, այստեղ պետք է, տեսեք ինչ լավ ծլել է, հիմա պետք է հանեմ, ժողովուրդ ջան, ոնց քուրիկս ասեց, խոշորները հանեմ, դնեմ, թեյ գտալով, այսպես, այսպես փոս ենք անում, ուսամ ամեն ինչ ճիշտ եմ անում, ու կաճի է սիրուն, ջուղը, ծիլը, բույսը, ինչ ուզում ենք անվանենք, մի քիչ էլ հողը ավելացնեմ, մի քանի հատը տեղափոխեցի, բայց սրանց աման չկա, այնպես էլ ափսոսում եմ հանեմ գցեմ, թող մնան լավ, ինչ որ կլինի, մի հատ ամանով ներսն եմ դրել, փորձնական նայեմ ներսը ոնց է աճում, այս ինչ են անում մեր հարևանները, գարաժի դուռը փակեցին երևի, սրանք էստեղ, այս մեկն էլ էստեղ, հա մի քանի հատ էլ էստեղ եմ դրել, տեսենք ինչ կլինի, էստեղ վստահ չեմ, որ Քսենյան չի խառնվի, ամեն դեպքում թող մնա, տեսնենք ինչ կլինի, էստեղ էլ էսա բացվել էս ծաղիկը,